բնակիչները, որքանով կհասնի իրականության։ Դե պետք է հասնեք իրականությանը, որովհետև որպեսզի խոչընդոտը վերացնեք այս գյուղի։ Այս վիրուսա մտած այս գյուղի մեջ։ Ախտոյան ընտանիքի Այո։ Որ իմանան հեռուստացի դողները ով է խոսում։ Դուք 44 օրյա Չէ, պատերազմ։ 22 թվի։ Հա, Մի օրվա։ Հիմա տեսեք, նաև 44 օրյա պատերազմում անհետ կորած համարվողի Բահարազատներից Արսեն Ղուկասյանին են ձերբակալել։ Այս իրավապահ համակարգը, որը ընդունակ է նման մարդու ձերբակալել, իրենից հնարավոր է սպասել արդար քննություն։ Ոչ։ Չեք կիսում այն վարկը։ Այս իշխանությունից լավ բան մի սպասեք։ Վատը միայն։ Իսկ պարոն Գրիգորյանին դուք անձամբ ճանաչել եք։ Այո։ Ինչ կպատնեք իր մասին։ Շատ լավ։ Մարդ տեսակ, որ կարամ ասեմ, ես ճանաչել եմ մենակ իրան, որպես մարդ։ Եթե ուզում եք ճանաչեք մարդ, իապրի ճանաչեք։ Շփվեք։ Իսկ Ախտոյանների ընտանիքի հետ ինչ որ առնչություն։ Ոչ։ Առաջնություն ոչ մի տեսակ, բարև բալուս, այդքա բար։ Ոչ մի, ասեք, ես խնդիր չեմ ունեցել, ես իացել։ Լարվածությունը գյուղում շարունակվում է։ Բա ինչ կանի, քունջան։ Հələ բավոն հետ վերադարձար, ավելի վատին սպասեք։ Իսկ ինչքանով որ ճանաչել եք Ախտոյաններին, նրանք ընդհանրապես խնդրահարույց ընտանիք են եղել իրենց։ Խնդրահարույց ընտանիք են իրենց բնույթով։ Դե ես տես չեմ շփվել իացել, չեմ կար ասեմ իզևի տարիք հետ։ Իքը որ գյուղապետ ա եղել, ես երեխից դեպքով եմ ես ճանաչել իաց։ Գրիգորյանների ու Ախտոյանների լարվածությունը վաղուց է եղել։ Ես կասեի սա այս իշխանավորների հետևն է, իշկա։ Այս լարվածությունը սաղ յակ է ստեղծում։ Այսինքն միջև դա ինչ որ Որտեւ խնդիր չի։ Գրիգորյանը դες ազնվորություն էր, որ մենակ լավն էր կարող անել։ Վազբա չէր անում։ Իսկ իակ ուզում էին միշտ Իասկոբը թեքեի Գրիգորյանը, ինքը տղետ չէր, որ թեքվել էր Իասկոբը։ Նույն ձեր ասած իշխանություններ իրար հերջ տալով սկսեցին ասել, որ Այո, ինչ վեդետա։ 20 տարեկանից չի ճանաչել Վալոդիային։ Մեր Գրիգորյանը չի ճանաչել, մոտիկից էս չի կարող դեպը։ Պատվեր էր։ Բայ չէր։ 20-ամյա նշեցիք, որ չեր ճանաչում, իսկ դուք իրեն ճանաչել եք։ Այդ երեխուն ասեք ացել դարելատեց, թե չէ որպես Այսինքն ինչ է կարծում, նա ընդունակ էր նման քայլի։ Դե որ ուղեղը լվացել են, ինչ ասեմ, սկի ծառայացել չէր էլի։ Вообще դրած թամի բիշվը ծառայացուր է։ Բաբայի փեշի տակ բեցացար։ Իբիսեց վենդետաներ են անում, հա։ Բացառվում այդ վենդետա չէր։ Դուք ինչ խոսք ունեք իշխանություններին։ Ամենավատ խոսքը իշխանություններին, այսօրվա։ Այս Նիկոլին։ Թող հեռանա։ Թող այս երկիրը չպղծել։ Ասում եմ, եթե ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի իմ հեռանալը, կհեռանամ։ Թե կձերբակալվի այդ ժողովուրդը, կապը ջարդվի։ Էտա, այս բերետերի, սաղին, պոսպաղող տղերքի կոպեկներ տալի, բերետների միլիոններ տալի։ Էտա իա ճիշտը։ Ժողովուրդը ասպա տուգակի բացերալ չի, սաղի տուգանը բա։ Այս իաս թիպ չի, որ ղեկավար ես երկիրը։ Էսի թուրք ասպան է տարում եզի։ Այսինքն նաև դեպքը կապում եք Փաշինյանի ոչ պատշաճ ղեկավարման հետ։ Այո, ամիջապես իքը կապ ունի։ Ես խմբի հետ։ Շնորհակալ եմ։ Ինչի դա աջել։
Ընդհանրապես։ Հիմա ասում է Ալիևի հետ ընկերացել են, ընկերներ են, խաղաղության օրակարգ է կառուցում։ Ինչ գերանալ, Այգուն ջան։ Թուրքովա որ մեկը գերանակ Թուրքի հետ։ Թուրքովա որ գաստի ամրի։ Իմ դրա դեպը գա թուրք մնա, ես կարամ ավրեմ։ Ալեն Սիմոնյանը չբացառեց, ասում է մոտ ապագայում հնարավոր է Երևանի խանութներում Բաքվից վերած ապրանքներ։ Պայկաբի քեթա թուրքերի ամրի։ Ստեյս թողեցա Թուրքիա ամրը։ Ադրբեջան թողեցան ամրը, լավ է զգմիակ։